Բարև ձեզ։ Այն, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների թե կարգավորման, թե սրման գործընթացում առանցքային ու գլխավոր դերակատարություն ունի Թուրքիան, ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ։ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն օրեր առաջ հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ սահմանի բացումը հնարավոր է միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումից հետո։ Իսկ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ Թուրքիան անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին։ Ինչ շահեր է հետապնդում Թուրքիան, ինչ նպատակներ ու հեռահար ծրագրերի իրականացում է խոստանում խաղաղության համաձայնագիրը ու մասնավորապես Թրամփի ուղին եւ այս համատեքստում ինչպիսի զարգացումներ են սպասվում հայ-թուրքական հարաբերություններում։ Այս հարցերի շուրջ ենք այսօր Հայրենիք մեդիայի եթերում զրուցելու թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մելքոնյան, շնորհակալ եմ մեզ մոտ ընկալվելու համար։ Պարոն Մելքոնյան, օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում հնարավոր է միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումից հետո։ Հակառակ դեպքում, ինչպես նա ասաց, մեջբերեմ, Հայաստանի ձեռքից կվերցնենք պայմանագիր ստորագրելու ամենամեծ պատճառը։ Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը, արդյոք Ադրբեջանի հետ խաղաղության կնքումը առավելապես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար է։ Գիտեք, պետք է ֆիքսենք հետևյալը, որ Թուրքիայի դիրքորոշումը սկսած 90-ականների սկզբից ըստ էության մնացել է անփոփոխ ու կայուն։ Եվ դա բացասական դիրքորոշում է, բայց այնուամենայնիվ այն կայուն է եւ անփոփոխ է, որ հարաբերությունները Հայաստանի հետ նա պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերություններ։ Այդպես էր առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, ամբողջ 90-ականները, ամբողջ 2000-ականների սկիզբը, այդպես էր անգամ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, երբ ի վերջո չստորագրվեցին, չվավերացվեցին այդ արձանագրությունները եւ չնայած շատերը, այդ թվում եւ ԱՄՆ պետքարտուղարը քանիցս դիմում էր Թուրքիային, որ վավերացրեք այդ պայմանագրերը, արձանագրությունները, Թուրքիան դիմադրեց այդ ճնշմանը համաշխարհային եւ կարողացավ ուրեմն շարունակել իր այդ քաղաքականությունը, այսինքն Հայաստանի հետ իր հարաբերությունները պայմանավորելով հայ-ադրբեջանական հարաբերություններով։ Եվ հիմա ավելի քան զարմանալի կլիներ այս ամենից հետո, երբ բոլոր խաղաքարտերը Թուրքիայի ձեռքին են եւ Ադրբեջանի, Թուրքիան գնա ինչ որ զիջումների։ Հետևաբար դիվանագիտությունը դա այսպես հումանիստական ոլորտ չէ, դա բավական չոր եւ հաշվարկներով եւ դաժան ոլորտ է, ուստի ակնկալել, որ Թուրքիան ինչ-ինչ քայլերի, սենտիմենտալ ինչ-որ տրամադրությունների, Հայաստանի կողմից չեմ, երկրաշարժի դեպքում Թուրքիային ուղարկված օգնության, Հայաստանի անվերջանալի զիջումների պատճառով կամ դրա արդյունքում կգնա զիջումների, դա ուղղակի միամտություն է եւ դիվանագիտության տառին ու ոգուն դեմ, այսպես մտածելակերպ է։ Հետևաբար այնինչ տեղի ունենում սա շատ օրինաչափ է եւ Թուրքիան գնալու է ուրեմն իր այս քաղաքականությամբ առաջ մինչև այն կետը, երբ Հայաստանից թուրք-ադրբեջանական տանդեմը կկորզի ամենավերջին զիջումը, այսինքն դա կլինի, չգիտեմ, զինանշանից Արարատի հանումը, թե դա կլինի Սևանը Գյոյչա վերանվանելը, մինչև վերջին զիջումը Թուրքիան ուրեմն շարունակելու է իր այս ճնշման քաղաքականությունը եւ Հական Ֆիդանի ելույթում հայտարարության մեջ ըստ էության նաեւ որոշակի ցինիզմի տար կար, քաղաքական ցինիզմի, որ Հայաստանի ձեռքից կխլեն այսպես Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը, եթե ուրեմն Հայաստանի հետ սահմանը բացեն, սա ուղղակի որևէ կապ չունի այսպես այն իրողությունների հետ, որոնք հիմա ձևավորվել են։ Այնպես որ ամեն ինչ օրինաչափ է, միակ բանը այն սուտն ու կեղծիքն է, այն մանիպուլյացիան է, որը փորձ է արվում ներկայացնել հայկական միջավայրում եւ Հայաստանում եւ Սփյուռքում, որ իբրև թե խաղաղությունը արդեն հասել է եւ ուրեմն հանդառնալի խաղաղություն է հաստատվել տարածաշրջանում ու այլևս ուրեմն պետք է մտածել միայն ապագայի մասին, այնինչ ճնշումները եւ Հայաստանի միակողմանի զիջումները շարունակվում են։
Նկատենք, որ Ֆիդանը իր հայտարարության մեջ հիշեց նաև Վաշինգտոնյան եռակողմ հայտարարությունը, նշելով, որ չնայած այնտեղ ներառված չէ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին եւ Հայաստանի Սահմանադրությանը որոշ դրույթներին վերաբերող կետեր, բայց ինքը միևնույնն է աջակցում է Ադրբեջանի նախագահի այն դիրքորոշմանը, որ հնարավոր է համաձայնագրի վերջնական ստորագրում միայն այդ հարցերը լուծելուց հետո։ Թուրքիայի տրանսպորտի նախարարի հայտարարությունն էլ չուշացավ, չէ, նա էլ իր հերթին ասաց, որ այս Զանգեզուրի միջանցք կոչվածը համարում է տարածաշրջանում Թուրքիայի առևտրային այս ամրության, ամրապնդման երաշխիք։ Հարց է առաջանում այստեղ, արդյոք Թուրքիայի եւ Ադրբեջանի այսչափ ոգևորությունը վկայությունը չի այն բանի, որ այս Թրամփի ուղի կոչվածը միգուցե լինի այդ մեծ Թուրանի ստեղծման առաջին գործնական քայլերից մեկը։ Գիտեք, այստեղ շատ այսպես վերլուծելու եւ ենթադրությունների գնալու կարիք չկա, որովհետեւ ամեն ինչ շատ պարզ է։ Թրիփը դա թուրքերը եւ ադրբեջանցիները մեկնաբանում են ոչ թե Թրամփի ուղի, այլ Թուրանի ուղի։ Հապավումը նույնն է, կրկին Թրիփ է, բայց առաջի Թ տառը ոչ թե Թրամփն է, այլ Թուրանն է։ Եվ այո, եւ բացի այդ էլ ասում են, որ իրենք ընկալում են դա որպես Զանգեզուրի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի իրականացման ճանապարհ։ Եվ տեսեք, այս հայտարարության մեջ նույնպես այդ նախապայմանները եւ Հայաստանի հետ ճնշման միջոցով խոսելու քաղաքականությունը նույնպես դրսևորվում է, որ անկախ Վաշինգտոնում են ստորագրել, թե որևէ այլ տեղ, անկախ որ երկրի նախագահի միջնորդությամբ են ստորագրել, Թուրքիան եւ Ադրբեջանը հայտարարում են, որ եւս երկու չլուծված հարց կա։ Մեկը Հայաստանի Սահմանադրությունը, մյուսը այդ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, այսինքն անգամ այդ Վաշինգտոնյան բերկրանքը չի ազդում ուրեմն Թուրքիա եւ Ադրբեջանի կողմից հետ քայլ անելու, որ կամ ինչ որ զիջման գնալու, որ լավ ստորագրենք, սկսենք պայմանագիրը, չեն բացենք սահմանները, հետո նոր արդեն, չգիտեմ, Հայաստանը Սահմանադրության հետ կապված իր քայլերը կանի եւ ոչ, նրանք ուրեմն սպասում են մինչեւ Հայաստանը կանի քայլեր, չնայած արդեն Հայաստանի իշխանությունների կողմից ասվել է, որ գնալու են մյուս տարի, եթե Աստված միահարցե վերարտադրվեն, գնալու են սահմանադրական փոփոխությունների, որը նաև թուրքական պահանջն է, բայց այնուամենայնիվ Թուրքիան եւ Ադրբեջանը հաստատուն մնում են իրենց դիրքորոշման վրա։ Սա նույնպես շատ օրինաչափ է եւ ցույց է տալիս, որ Թուրքիան ու Ադրբեջանը ուրեմն չեն տարվում այսպես քաղաքական երազանքներով, այլ ռեալիստական ոճով, շարունակելով կոշտ քաղաքականությունը, ընթանում են իրենց այսպես գծած սխեմայով, որը գծվել է 90-ականներին եւ մինչեւ այսօր հետեւողական իրականացում։ Փաստացի օրինաչափ է դարձել նաև Հայաստանի ներքին քաղաքական կյանքին միջամտելը, որովհետև եթե խոսում ենք հանրաքվեի անցկացման անբեկանելիության եւ անպայմանության մասին, այստեղ կարող ենք ենթադրել, որ նաև ընտրություններին իրենց միջամտությունն են ունենալու։ Գիտեք, հատկապես 2020 թվականից հետո Թուրքիայի հռետորաբանությունը ընդգծված կոշտացել է, մինչև 2018-ին էլ էր բնականաբար արդեն երևում ու անընդհատ Հայաստանի կողմից զիջումները այսպես Թուրքիայում առաջացնում են ոչ թե մեղմացման տրամադրություններ, այլ կոշտացման տրամադրություններ եւ այնինչ նախկինում նրանք կարող է մտածում էին, բայց չէին հայտարարում, հիմա դարձել է նրանց քաղաքական հռետորաբանության անբաժանելի մասը եւ այս իշխանությունները, որոնք շարունակ խոսում են ինքնիշխանությունից, Հայաստանի ինքնիշխանությունը իջեցրել են շրիշակից ներքև եւ կարծես երբևէ չեն այսպես բորբոքվում կամ իրենց քաղաքական ինքնասիրությունը չի ոտնահարվում, երբ Թուրքիայից հնչում են բացահայտ մեր պետության ներքին գործերին միջամտելու հայտարարություններ, որովհետև Թուրքիան որևէ գործ չունի Հայաստանի Սահմանադրության հետ, ինչպես էլ Հայաստանը գործ չունի Թուրքիայի Սահմանադրության հետ, այսինքն դա այդ երկրի ներքին հարցն է, բայց դա փաստորեն դարձել է քաղաքական օրակարգի մի մաս եւ սա եւս մեկ ապացույցն է, որ այս ոճը դիվանագիտական ինչով որ առաջնորդվում են Հայաստանի իշխանությունները չի տալիս ցանկալի արդյունք, ընդհակառակը սա ապացուցում է, որ ինքը սխալական է եւ ապացուցում է, որ դեմ է համաշխարհային խաղի օրենքներին եւ արևելքում գործող խաղի օրենքներին։ Դրա համար
եթե դու սխալ ես գործում, ուրեմն սխալ ուղիով ես տանում, հնարավոր չի, որ արդյունքները լինեն դրական։ Ազնիվ լինելու համար նկատենք, որ Միրզոյանը իր թուրք գործընկերոջը պատասխանեց այդ հայտարարությունից հետո, բայց նրա պատասխանը ավելի մեղմ ու ընդհանրական էր եւ հորդորեց պատճառահետևանքային կապ չփնտրել հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջև։ Ի վերջո հարց է առաջանում, ինչ խնդիր է լուծում այսօր Հայաստանի գործող իշխանությունները այս բանակցությունների ընթացքում, այս ամբողջ գործընթացում Հայաստանի պետական շահը որևէ կերպ պաշտպանվում է, թե այս ընթացքում ընդհանրապես բավարարվում են այդ թուրք-ադրբեջանական պահանջները։ Տեսեք, ես նախ Միրզոյանի հայտարարությունը այնքան զգուշավոր էր, որ անգամ դիվանագիտական ձևակերպում արտահայտությունը տեղին չի։ Ես ձեր հարցին փորձեմ 3 այսպես մասով պատասխանել այս իշխանությունների քաղաքականության նպատակը եւ ինչ են հետապնդում արդյոք պետական շահ թե այլն։ Առաջինը, որ 3 վարկած էլի, այսպես դիտարկենք, առաջինը միգուցե իշխանությունը վերցնենք այն վարկածը, որ իշխանությունները ուզում են Հայաստանի համար լավ քայլեր անեն, բայց իրենց ոճը քաղաքական, ինչպես ասացի, սխալ է։ Սխալ է եւ գիտական տեսանկյունից, եւ աշխարհաքաղաքական տեսանկյունից, եւ դիվանագիտական տրադիցիայի տեսանկյունից, եւ ես ասում եմ սխալ է ոչ թե ուղղակի որ ուզում եմ ասել որ սխալ է, այլ այն ոչ ինչ որ նրանք առաջ են գնում, այսինքն անընդհատ զիջումներ, միակողմանի զիջումներ եւ դրա դիմաց ոչ մի բան չստան, այսինքն եթե անում ես ինչ որ դիվանագիտական քայլ, դու պետք է ունենաս արդյունք։ Հիմա եթե դու Պրագայում ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, դրա դիմաց որն է պետության, Հայաստան պետության ստացած արդյունքը։ Եթե դու, չեմ Վաշինգտոնում ստորագրել ես, ասում ես արդյունք, որն է քո արդյունքը։ Արդյոք դա այն գնացքն էր, որը Ադրբեջանի տարածքով ծորեն է բերել Հայաստան։ Եթե արդյունքը տեսանելի չէ, դու զիջում ես բավական լուրջ հարցերում եւ գոնե մեկ գերու չես կարողանում ազատել, ապա ապացույցն է, որ դու սխալ ես անում, այն ինչին դու հավատում ես, դա սխալ է։ Երկրորդ վարկածը ես կարծում եմ, որ այս իշխանությունները ավելի շատ մտահոգված են ոչ թե Հայաստանի շահերով, այլ իրենց անձնական վերարտադրման շահերով եւ ենթադրում եմ, որ այս ճանապարհով ուրեմն փորձում են ստանալ կայունություն, խաղաղություն, այդ խաղաղությունը փաթեթավորել ներքին սպառման համար, այսինքն ներքին խաղաղությունի վերջո դա էլ իրական։ Բայց մարդիկ ուզում են հավատալ խաղաղությանը եւ նաեւ քարոզչա մեքենան աշխատում է, որ տեսեք սահմանին ինչքան ժամանակ է չեն կրակում, անհանգիստ չի, զոհեր չկան եւ այլն, եւ մարդիկ ուզում են, միշտ մարդիկ քաղցր սրտին ավելի են փորձում հավատալ, քան դառը ճշմարտությանը, եւ սա փաթեթավորում է ներքին լսարանի համար, ցույց տալու, որ իրենք ահա այնքան հմուտ են, որ ամեն ինչ զիջում են ու բերում են խաղաղություն, եւ երրորդ վարկածը, այսինքն երկրորդ վարկածն այն է, որ այստեղ գործում է ոչ թե Հայաստանի շահը, այլ իշխանության, այսպես կենաց մահու պայքարը մնալ իշխանության եւ շարունակել այս իրենց ուրեմն ոճը եւ երրորդը ես կարծում եմ, որ Հայաստանի այսպես միջնորդ պետությունները եւ թուրք-ադրբեջանական տանդեմը ուղղակի իրականացնում է այսպես Հայաստանին խոստումներ տալու եւ դրանք չիրականացնելու քաղաքականություն, խոստանալով, որ եթե ինչ որ այսպիսի բաներ անեք, զիջումներ անեք, մենք ձեզ համար այսպիսի հնարավորություններ կստեղծենք, չգիտեմ, խաղաղության, կոմունիկացիայի եւ այլն, որին հավատալն էլ մեծագույն միամտություն ու նաիվություն։ Այսինքն այս 3 վարկածներն էլ ամենևին կապ չունեն Հայաստան պետության շահի հետ եւ որևէ մեկը չի կարող ցույց տալ, որ Հայաստան պետությունը այստեղ կոնկրետ շահ է ստացել եւ կամ հիմքեր է ստացել հետագա ավելի բարվոք վիճակի եւ միակ բանը, որ կարող են ասել, այսինքն միակ այսպես զիջումը, որ արել է Ադրբեջանը, դա այն է, որ գրավելով Հայաստանի Հանրապետության համար ստրատեգիական տարածքներ, Ջերմուկում, Վարդենիսում եւ այլն, չի գնացել առաջ եւ չի մտել, չգիտեմ, Ջերմուկ քաղաքը գրավել, դա որպես մեծագույն զիջում են ներկայացնում, բայց եթե այս բանակցությունների արդյունքում Ադրբեջանը 1 սանտիմետր անգամ հետ չի նահանջել Հայաստանի օկուպացված տարածքներից, 1 գերու հետ չի վերադարձել եւ մնացած բաները, ապա երևում է, որ
դիվանագիտությունը անում եք, որ օգուտ ստանաք, որ դուք ոչ մի բան ըստ էության այս ամեն ինչից չեք ստացել, ուստի այս ամենը տապալված քաղաքականությունը ի հաշիվ մեր պետության եւ մեր ազգային ռեսուրսների Եվ հեղինակության։ Պարոն Մելքոնյան, ձեր մի հարցազրույցում անդրադառնալով Վաշինգտոնյան հռչակագրին, ասել եք, որ այս ճանապարհի գործարկմամբ ինքնիշխանություն բառի վրա մեծ տապանակար կդրվի եւ այլևս մեր երկիրը կվերածվի Ջենիֆեր Լոպեսի Հայաստանի։ Խնդրում եմ մեկնաբանեք, ինչ է նշանակում այս ձևակերպումը։ Գիտեք, այսպես եթե քո երկրի տարածքով անցնում է մի ճանապարհ, որը մյուսները անվանում են միջանցք եւ դու չունես վերահսկողություն։ Եթե քո երկրի, եթե նայում եք սահմանին, ամենաստրատեգիական տարածքը Սյունիքը կորցնում է իր հայկական վերահսկողության թեկուզ մի մասը եւ արդեն ակնհայտ է, չէ՞ որ ամբողջ աշխարհը խոսում քննարկում են Սյունիքի մասը, այսինքն իրենց հետաքրքիր է հենց այդ հատվածը, տարբեր առումներով, Իրանի հետ կապված, մեջ կենտրոնական Ասիայի հետ կապված եւ այլն։ Եթե դու այդ ամեն ինչը զիջում ես, այլևս դու չես կարող լինել որպես ինքնիշխան ու գործոն հանդիսացող պետություն։ Դու այլևս գործոն չես, որտեղ աշխարհի քաղաքական հետաքրքրությունների քարտեզում, բացի Սյունիքից դու այլ հետաքրքրություններ չես ներկայացնում եւ դու զիջում ես այդ քո միակ կարևոր հետաքրքրությունը քո ռազմավարական կապիտալը հանուն ոչինչի, չգիտեմ, կամ հանուն այս իշխանության վերարտադրում։ Հետևաբար այդ տիպի պետությունները այլևս քաղաքականության մեջ գործոն չեն, քաղաքական սեղանում նրանք չկան, այդ սեղանի շուրջ այդ տիպի պետությունները չեն լինում։ Հետևաբար Հայաստանը, որ մինչև հիմա փոքր, բայց գործոն պետություն էր, ինչպես ասում են, պինդ ընկույզ պետություն էր, հիմա կարող է հավակնել միայն մի պետության, որտեղ կարող են լինել Ջենիֆեր Լոպեսի համերգները, այլ աստղերի համերգները, կինոփառատոներ, սպորտային միջոցառումներ եւ այլն, բայց դրանք քաղաքականության հետ եւ աշխարհի քարտեզում քո հեղինակությունը պայելու հետ ոչ մի կապ չունի։ Այսինքն Հայաստանը ավելի հեղինակավոր էր, երբ ավելի պինդ պետություն էր եւ Շուշիում ծածանվում էր Եռագույնը, թե Հայաստանը ավելի այսպես բան պետություն էր, հեղինակավոր պետություն է, երբ Երևանում համերգով հանդես եկավ Ջենիֆեր Լոպես։ Համեմատությունը մի քիչ ավելի գրոտեսկային, ամենևին ոչինչ չունենալով գեղեցկուի երկչու դեմ, որի համերգները իհարկե շատ լավ են, բայց այդպես ճանաչել Հայաստանը եւ ինչպես իրենք են ասում, այս օրերին խոսում են Հայաստանի մասին ամբողջ աշխարհում, դա ամենայն դեպս ինձ որպես հայ եւ Հայաստանի քաղաքացի ամենևին իմ պատիվը չի շոյում, որ Հայաստանը ճանաչում են միայն այդ այսպես խրախճանքի եւ վայելքի ինչ որ միջոցառումների տարածք որպես ինձ համար ավելի պատվաբեր էր, երբ Հայաստանը ճանաչում են եւ որպես քաղաքական գործոն եւ պատմական հայկական տարածքները մեր վերահսկողության ներքո էին եւ նաեւ Հայաստանը ճանաչում են որպես Շառլ Ազնավուրի հայրենիք, էլիտո մշակույթը, էլիտո արվեստը լիներ, բայց մինչ այդ էլ մեզ ճանաչում են որպես Ազնավուրի երկիր, որպես Արամ Խաչատրյանի երկիր։ Հիմա ինչի ենք մենք ուզում դառնանք Ջենիֆեր Լոպեսի համերգը սպասարկող երկիր։ Այս է համեմատությունը։ Եվ վերջում պարոն Մելքոնյան, որպես մասնակից հետաքրքիր է, արդյոք անդառնալի են մեր կորուստները, եթե չվերարտադրվի այս իշխանությունը, հնարավոր է բանակցությունների հունը ընթացքը փոխել։ Շատ արագ ասեմ, եթե այս իշխանությունը չվերարտադրվի, առաջինը ինչը որ իրատեսական ու հնարավոր է, Հայաստանի այսպես հեղինակության, Հայաստանի կողմից բանակցողների թիմի փոփոխությունը կբերի Հայաստանի հեղինակության անմիջապես փոփոխության, այսինքն սեղանի շուրջ որտեղ պարտված ամեն ինչ զիջած իշխանություն է, այլ ներկայացուցիչներ են, ավելի պրոֆեսիոնալներ են եւ այլն։ Սա անմիջապես կազդի եւ հեղինակության վրա, եւ ոճի վրա եւ այլն։ Սա հնարավոր է։ Հնարավոր է արագ ինչ որ բաներ վերադարձնել ոչ արագ, բայց գոնե արդյունավետ եւ մոտ ապագայում։ Եթե քաղաքերը վարի պրոֆեսիոնալ, հավասարակշռված քաղաքականություն եւ երկիրը ներկայացնեն ոչ թե կոմպլեքսավորված եւ ինչ որ բաներով կաղապարված գործիչներ, դա լինի վարչապետ, նախարար եւ ապա շանսերը ավելի մեծ են։
Կա անդառնալիության կետ, իհարկե կա, անդառնալի են կորուստները, մարդկային անդառնալի են հիմա այս ներկա աշխարհի այսպես խաղի օրենքների պայման պարագաներում Արցախի եւ մեր հայրենիքի հատվածների վերադարձը հայկական վերահսկողության ներքո։ Հնարավոր է, որ ինչ որ պահի այդտեղ նաեւ սկսեն էլի հայեր ապրել։ Թեական, այսպես թողնենք, որ լիովին անհնար չէ, բայց այնինչ կորցրել ենք, դա ես կարծում եմ գոնե առաջկա ինչ-որ մի փուլում, գոնե մեր սերնդի համար միգուցե շատ տեսանելի փուլում, դա հնարավոր չէ։ Թող տա Աստված, ես սխալվեմ, թող աշխարհում իրավիճակը այնպես փոխվի, որ այդ ամենը վերադառնա, բայց ես ուզում եմ այս ձեր հարցաշրջանքներում մեջ բերել, եթե չեմ սխալվում, ԱՄՆ պետքարտուղարներից Բեյքերի խոսքը, որը ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ հարցազրույցում է արկա, որ տարեց Բեյքերը այդքան փորձառու դիվանագետ, ասում էր խոսում, մեկ էլ ընդհատում ասում, բայց ախր ո՞նց կորցրեցիք Արցախը։ Ինչպես էր հնարավոր կորցնել Արցախը, ինչպես էր հնարավոր այդքան ոչ քաղաքական պահվածք ունենալ եւ այդպես դիվանագիտական որևէ գործիքից չօգտվել ու չպայել։ Հիմա այդ հարցը որ ծագում է ամերիկացու մոտ, ախր այդ ինչպես կորցրեցիք Արցախը, բոլորիս մոտ կա, շատերիս մոտ կա, մի մասը չի արտահայտում երևի այլ գերակայություններ ունի, բայց դա մեզ ուղեկցելու է եւ այդ անդառնալիության ինչ որ զգացողությունը ապահովել է։ Բայց ամեն դեպքում կյանքը շարունակվում է, աշխարհը գնում է առաջ եւ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Ուղղակի այդ հնարավորը կարող են իրականացնել նրանք, ովքեր քաղաքականության մեջ արտաքին նաեւ քաղաքականության մեջ խաղալու հմտություններ ունեն, այլ ոչ միայն ներքին քաղաքականության մեջ ուժային ռեսուրսներով ու շանտաժով իշխանությունը պահելու մոլուցք։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Մելքոնյան։ Ձեզ էլ շնորհակալություն, սիրելի հետևորդներ, մեզ դիտելու եւ լսելու համար։ Ես հիշեցնեմ, որ Հայրենիք մեդիայի եթերում բացառիկ հարցազրույցներ եւ մեր տաղավարում թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն էր։ Առողջ եղեք, կհանդիպենք։